Բարև ձեզ, շարունակում ենք աշխատանք ուղիղ եթերում, նյուանսներն են։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատեց, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆայևի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան եւ գտնվում է Աղվերանում։ Ինչ է սա հերթական տեխնիկական հանդիպում, թե կուլիսային պայմանավորվածությունների վերջական չափագրում, ինչպես պնդում է ընդդիմությունը։ Մի կողմից ունենք իշխանության խաղաղության արշավը, խաղաղության օրակարգը, իսկ մյուս կողմից ունենք Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները եւ դրա հնարավոր ակնառու հետևանքները։ Այս եւ այլ թեմաների շուրջ ավելի մանրամասն կզրուցենք լրագրող հրապարակախոս վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի հետ։ Թաթուլ, շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը, եկաք մեր տաղավար եւ այսպես տեսնում ենք, որ ինչպես միշտ դաշտը թեժ է, տարբեր հայտարարություններ հնչեցին Շահին Մուսթաֆայևի ժամանման վերաբերյալ, ընդդիմությունը պնդում է, որ սա ոչ թե բանակցություններ են, այլ վերջնագրերի իրականացման գործնական փուլ, որ եկել են այսպես ասած չափագրեն, պարտվածներին ի վերջո բերեն, այսպես ասած, ամենավերջնական կետի ու այսքանով սահմանափակվելու է։ Դուք որպես մարդ, որ ինստիտուցիոնալ հիշողություն ունեք, հետևել եք ամեն բանակցային գործընթացների 30 տարի տևած, ձեր տպավորությունները այս գործընթացներից, որոնք այսօր տեղի են ունենում։ Շահին Մուսթաֆայևի այցը իհարկե պայմանավորված է նրանով, որ սրանից առաջ միջկառավարական հանձնաժողովի հայկական պատվիրակությունը մեկներ էր Գաբալա եւ հիմա էլ ադրբեջանական կողմն է եկել, այսինքն ինչպես լրագրողների, փորձագետների քաղաքասարակության այցերն են, նույնն էլ այսպես հայելային պայմանավորվածություններ կա, որ իրականացվում են, բայց ես պատասխանատու մարդ եմ եւ չեմ կարող ուրեմն ենթադրություններ անել կամ ինչ որ դավադրապաշտական տեսություններով առաջնորդվել։ Ես չունեմ այս հանդիպման մասին ավելի տեղեկատվություն, քան այն ինչ որ հրապարակվել է։ Իհարկե կարող եմ նաեւ ենթադրություններ անել, բայց սա այն դեպք չէ, որ ենթադրություններով պետք է առաջնորդվենք, հաշվի առնելով թե ինչ զգայուն փուլում է Հայաստան-Ադրբեջան այս գործընթացը։ Ես այդ բառապաշարը երբեք չեմ օգտագործի, ինչ որ օգտագործում է մեր ընդդիմությունը, բայց երբ որ օգտագործվում է Հայաստան-Ադրբեջան խաղաղություն եզրը, ես այդ եզրի հետ խնդիր ունեմ, ես դրան ավելացնում եմ մեկ բառ՝ Հայաստան-Ադրբեջան պարտադրված խաղաղությունը, որովհետև մի բան է, երբ որ դու ուրեմն բանակցված լուծում ես ունենում եւ բոլորովին այլ բան է, երբ որ դու պարտվում ես ռազմի դաշտում, հետո քո ժողովրդի մի մեծ հատված գաղթի ճանապարհն է բռնում եւ դու այդ կետից ես շարունակում բանակցությունները։ Հետեւաբար ես կոռեկտ եմ համարում օգտագործենք պարտադրված խաղաղություն եզրույթը։ Թե ինչ կլինի այս գործընթացի ավարտը, շատ բարդ է ասել, որովհետև սրա հետ կապված բազմաթիվ նյուանսներ կան, ինչպես ձեր հաղորդման վերնագիրն է, խորագիրն է, մեկը դուք նշեցիք Իրանի հետ կապված, ես կարող եմ նշել Ռուսաստանը, Թուրքիան եւ ի վերջո ինքը Ադրբեջանը, որը այդպես էլ Հայաստանում չգիտակցեցին կամ չհասկացան, որ Ադրբեջանը դառնում է առանձին խաղացող եւ Ադրբեջանը այլևս այն ժամանակների Ադրբեջանը չէ, երբ որ աշխարհը ասում էր, ուրեմն Կովկասյան 3 հանրապետություններ եւ այդ 3 հանրապետությունները գրեթե դիտարկում էր իրենց ուժի տեսանկյունից նույն հարթության վրա։ Այսօր Ադրբեջանը ակնհայտորեն իր ռազմական, իր տնտեսական պոտենցիալով մեկ քայլ առաջ է եւ Հայաստանից եւ Ադրբեջանից, այնպես որ եւ Վրաստանից, այո, այնպես որ բավականին, այսպես ասեմ, բան վիճակում ենք հիմա, այս գործընթացը բավականին, ինչ ասեմ, փխրուն վիճակում է եւ պետք է ամեն ինչ շատ բան անել, որ այս փխրուն իրավիճակը վերջնականապես չփլուզվի եւ նման այցելությունները շատ կարևոր են։ Ես անգամ կարևորում եմ քաղաքասարակության լրագրողների փոխադարձ այցելությունները, որովհետեւ դրանք գործընթացը պահում են կենթանի վիճակում։ Իսկ կենթանի վիճակում պահելը ինքնին նշանակում է պատերազմի
պատուհանի փակ պահել ինչ որ ժամանակահատվածի համար, բայց թե կոնկրետ ինչ մանրամասներ են քննարկվում, ես անկեղծորեն չունեմ, այսպես ասեմ, ինսայդերական տեղեկատվություն, այլապես ես սիրով կկիսվեի ձեզ հետ, ավելին ես հոդվածներ կգրեի այդ մասին։ Տեսեք, դուք նշում եք, որ պատերազմի նման այցելությունները փակ են պահում հնարավոր այդ պատերազմի պատուհանը, թեկուզ եթե ինչ-որ չափով կարողանում են այսպես ասած ցանց դնել, քողարկել, պահել, թեկուզ ժամանակավոր, երբ տեսնում ենք երբ տարածաշրջանում իրավիճակը ինչպիսին է։ Բայց միևնույն ժամանակ մենք հրաշալի նաև գիտակցում ենք, որ կենթանի ասացիք պահել։ Կենթանի Հայաստանի գոյատևման համար մեզ պետք են հարևաններ, բարեկամներ եւ ոչ թե թշնամիներ։ Բայց այդ նարատիվը, որը մենք տեսնում ենք նաև կա ամբողջությամբ այդ ընդդիմություն ու իշխանություն հակամարտության շրջանում ամենևին չի նպաստում, որպեսզի մենք կարողանանք այդ պատուհանը փակ պահել, որովհետև եթե ներսում միջանցիկ քամի է, քամի չէ, փոթորիկներ, ապա դրսից եկած փոթորիկներին շատ ավելի բարդ է դիմակայել, ու մենք տեսնում ենք, որ այդ նույն քաղաքասարակությանը, ինչպիսի քարկոծումների եւ անարգանքի սյունին անուն հանգամեցին, տեսնում ենք նույն այս Շահին Մուսթաֆայևի այցի շուրջ բարձրացրած աղմուկը, որտեղ նաեւ չի նշվում այն հանգամանքը, որ դրանից առաջ 2025-ին մեր Հայաստանի պատվիրակությունը ներգնաց է Գաբալենչից դուք սկսեցիք։ Դե այդպես է եւ սա նոր չի, երբ որ ընդդիմությունը, հայրենի իշխանություններին քննադատում է եւ նման բառապաշար է օգտագործում, երբ որ իշխանությունները նեղվում են, օրինակ, ասենք, ես հետևում եմ սոցիալական ցանցերում, ասենք, իշխանությունների պահվածքին, որ դե ինչու եք մեզ այսքան անարգանքի սյունին գամում, օրինակ, հա, ես գիտեք ինչ եմ հիշում, երբ որ Ղարաբաղյան առաջի պատերազմի տարիներին մենք հաղթած վիճակում էինք եւ հրապարակում ասում էին Լևոն Տեր-Պետրոսյանը թրքամետ է կամ ադրբեջանամետ է։ Այսինքն եթե այն ժամանակ հաղթած ժամանակ նման բառապաշար է օգտագործվել, ապա հիմա այս աղետալի պարտությունից եւ արցախայության այս դեպորտացիայից, այս արհավիրքից հետո պարզ է, որ ընդդիմությունը օգտագործելու է։ Ես չեմ արդարացնում ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությանը, պարզապես ուզում եմ բացատրել, թե ինչքան գարշելի է ինքը քաղաքականությունը, եթե կարող եմ այս բառը օգտագործել։ Սա է եւ մենք այլ բան չունենք։ Քաղաքասարակության այցելությունները իրոք շատ կարևոր են։ Ես ինքս եմ ժամանակին ներգրավված եղել այդ գործընթացում, ընդ որում հաղթած ժամանակ, եւ ես հիշում եմ մեր մասին ինչեր էին գրում։ Դուք պատկերացնում եք հիմա պարտված ժամանակ, ու գիտեք, բացարձակապես տարբեր է իրավիճակը, հոգեբանորեն ամեն ինչով, երբ որ դու հաղթած երկրի լրագրող ես, կապ չունի դիմադիր ես, այդ երկրի անձնագիրն ես գրում եւ պարտված երկրի անձնագիրն ես գրում, հասկանում եք, եւ ես միշտ ասել եմ, ես ինքս չեմ մասնակցում այդ գործընթացին, ես չեմ ուզում մասնակցել այդ գործընթացին ու կարևորել չի թե ինչու չեմ ուզում, եթե հարցնեք կարող եմ ասել թե ինչու չեմ ուզում, բայց ես չեմ քննադատում իմ այդ գործընկերներին, ովքեր, որտեղ այդ մարդկանց հետ ես նաև 30-ից տարի ավելի գործընկերային հարաբերությունների մեջ եմ, ավելին ես իրենց խիզախությունն եմ նաև գնահատում։ Մի բան է, երբ որ ես 90-ականների վերջերին Բաքվում եղել եմ, երբ որ մենք հաղթած էինք եւ այստեղ մեր բանն էր, որ հեսա քուրարաքսյան միջագետք են դուրս գալու։ Հիմա այդ մարդիկ գնում են Ադրբեջան, երբ որ Ադրբեջանը հիմա իհարկե այդ ռազմական հռետորաբանությունը մի քիչ իջեցրել է, բայց ամեն դեպքում գիտեք ինչ սպառնալիքներ է հնչեցնում եւ ի վերջո հիշենք, որ Հայաստանի սուվերեն տարածքի մի մասը մնում է զավթված Ադրբեջանի կողմից եւ ադրբեջանական զորքեր են տեղակայված։ Մի խոսքով, այս հանդիպումները եւ նաեւ պարոն Մուստաֆայևի այցը շատ եմ գնահատում։ Հիմա քանի որ Մուստաֆայևի հետ կապված հարց տվեցիք, ես ուզում եմ մի բան հիշեցնել։ Ես եւ պարոն Մուստաֆայևը նույն դպրոցում ենք սովորել։ Ինքը, գիտեք, ծնվել է նոյեմբերյանի Ջուջևան գյուղում, ես ծնվել եմ մեկ այլ գյուղում եւ երկուսի դպրոցներն էլ 8-ամյա են եւ մենք 9-րդ, 10-րդ դասարանները նոյեմբերյան քաղաքի դպրոցում ենք սովորել, ինքը մի քանի տարի բարձր էր, բայց ես նրա նկարը մինչև այսօր հիշում եմ պատից փակցված ոսկե մեդալակիրների շարքում եւ 14 թվականին 2014 թվականին ես մի ֆիլմ նկարահանեցի Շահին Մուստաֆայև ոսկե մեդալակիրը եւ դուք պատկերացնեք թե այնպիսի հեյթ կար իմ նկատմամբ, այնպիսի ատելության թիրախավորման արշավ էր սկսել։ Կրկնում եմ հաղթած ժամանակ, բայց այս պատմությունը ինչ եմ նաեւ պատմում ցույց տալու համար թե ինչպես մենք չգնահատեցինք հաղթանակը։
եւ ցավալիորեն այս իրավիճակում ենք հայտնվել։ Չգիտեմ, ես դժվարանում եմ ասել, թե ինչ, գիտեք, ես ինքս քննադատում եմ անդադար Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, բայց ամենուր ասում եմ, որ կարող է սրանից վատ վիճակում էլ մենք հայտնվենք, այնպես որ պետք է այս խաղաղության, այս վիճակը գոնե մենք կարողանանք պահպանել, մինչև տեսնենք մեր գլխին ինչ է գալի, մեր գլխի ճարը ինչպես ենք տեսնելու, որովհետև կրկնում եմ, միշտ կա վատից վատ, եւ թող չմտածեմ, որ սա ամենավատը սա է, ամենավատ շատ այլ բաներ կարող են լինել։ Հուսանք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճիշտ է, խաղը ավարտվել է, ինչպես անգլերենում են ասում, zero-sum game, այսինքն սա 0 վերջնարդյունքով խաղ է, թող մեզ չկերակրեն իլյուզիաներով, պատրակներով եւ հեքիաթներ չպատմեն, այս խաղը մենք պարտվել ենք, սա պարտադրված խաղաղություն է, բայց սա չարյաց փոքրագույնն է, եւ նա պետք է այս չարյաց փոքրագույնը կարողանանք այս պահին մենք այս ստատուս քվոն գոնե պահպանել։ Եվ լավ կլինի, որ Հայաստանն ու Ադրբեջանը, այո, կարողանան հաստատել դրացիական հարաբերություններ։ Ես նույնիսկ բարի բառը հանում եմ, որ դրացի հարևան է նշանակում, որտեղ դու չես կարող աշխարհագրությունը փոխել։ Դու կարող ես քո երկիրը թողնել գնալ Փարիզում, Լոսում եւ Սիդնեյում ապրել, բայց աշխարհագրությունը երկրի դու չես կարող փոխել։ Հետևաբար պետք է մենք կրկին անգամ մեր չափը ճանաչենք, ճիշտ գնահատենք եւ այլևս չկատարենք այն աղետալի քայլերը, որ կատարել ենք 94 թվականի զինադադարից հետո տարբեր ժամանակահատվածներում։ Ձեր այդ ինստիտուցիոնալ հիշողությունը թերևս այս նույն համատեքստի վկան, քանի որ դուք հիշում եք, ինչպես եւ ես եմ հիշում, որ ցանկացած նոր բանակցային փաստաթուղթ տնից ավելի վատն է եղել։ Միշտ ավելի վատն է եղել, ինչպես դուք նշում եք, որ թեկուզ մենք պետք է գնահատենք այս պահին, ինչ մենք ունենք։ Եվ ինչն է պատճառը, որ նույն քաղաքական գործիչները, որոնք գտնում են նույն դաշտում, վստահաբար իրենք ունեն այդ տեղեկատվությունը, այդ ինֆորմացիան, սա հատուկ է արվում, որ նույն հայտարարություններ արվում, որ սա պարտադրված է։ Տեսեք, դուք նշում եք պարտադրված խաղաղություն։ Մենք այլ երկ չունենք, ռեսուրս չունենք, պարտադրված ենք այդ բան Ռուսաստանը Ուկրաինայում խրված բառացի փաստացի թողել է Հայաստանին առանց որևէ օգնության։ Ու աշխարհը ասում է դուք Ռուսաստանի հետ եք եղել, գնացեք իրենց հետ պահանջեք, մեզնից ինչ եք ուզում։ Հիմա այս պայմաններում քաղաքական ակտորները տեղյակ չեն այս ամենի մասին։ Եթե տեղյակ են, ինչու է ապա այդ նույն բառամթերքը, բառապաշարը նետվում ասպարես։ Ինչու՞ դուք կբացատրեք իբրև մարդ, որը այս ամենը տեսել է։ Գիտեք, ես միշտ ասում եմ, երբ որ ասում են այս բանի, այս հայտարարության իմաստը որն է տակը ինչ կա, ես ասում եմ առանց անուն նշելու, որ քաղաքականության մեջ 50% պլյուսը դա համարում եմ ես հիմարության գործոն կամ ապուշության գործոն։ Մարդիկ ուղղակի չգիտեն դա, մարդիկ սխալ հայտարարություններ են անում, բայց մի քիչ համաձայն չեմ ձեզ հետ, որ նույն սխալներն են անում։ Չէ, բոլորն էլ լավ դասը կերել են, բոլորն էլ լավ հասկացել են, որ մենք պարտվել ենք եւ մենք շանս չունենք։ Եվ նույնիսկ ամենավոչ մի թիզականները այսօր բնականաբար չեն օգտագործում այն բառապաշարը, որ օգտագործում էին այն ժամանակ, երբ մենք հաղթած վիճակում ենք։ Բայց համաձայն եմ ձեզ հետ, որ այն իմաստով, որ պետքա տվյալ իրավիճակում դու որոշում կայացնես, էլի, չի կարելի օրինակ 2007 թվականի կամ 97 թվականի ստատուս քվոյով խոսել Ադրբեջանի հետ կամ հիշեցնել, որ մադրիդյան փաստաթուղթ է եղել, հետո որ եղել է, հիմա բացարձակապես այլ իրավիճակ է։ Սխալ հաշվարկների արդյունք է այս ամենը եւ բայց իշխանությունները պետք է, գիտեք, իշխանություններն են ամենամեծ տեղեկատվության տիրապետողները եւ նրանք պետք է կայացնեն ճիշտ կամ սխալ որոշումներ։ Մեր իշխանությունները, այս գործող իշխանությունները բազմաթիվ սխալ քայլեր են արել եւ այս աղետի մեջ նրանց պատասխանատվության բաժինը ամենամեծն է, բայց եթե նրանք ունեն տեղեկատվություն, որ սա է սահմանը եւ մենք պետք է այս պարտադրված խաղաղությանը գնանք, իրանք իհարկե այդ բառը չեն ասում, հասկանում եմ ինչու չեն ասում, ապա հավանաբար պետք է գնալ, որովհետև գիտեք ինչ կա, ես գիտեք նկատել եմ, որ մենք մեր տներում
երբ որ մենք ինչ-որ բաներ ենք պլանավորում, հա, մենք մեր ընտանեկան բյուջեով ենք այդ պլանավորումը կատարում, ասենք ունենք գումար գնալու հանգստանալու, տեսնում ենք, որ Տոկիո չունենք, Տաշկենտ էլ չունենք, Տալլին էլ չունենք, բայց ոնց որ թե Բաթում կարող ենք գնալ հանգստանալ, ցամաքային ճանապարհով, մոտիկա, հարմարագները բան, բայց երբ որ գալիս է պետության անունից խոսելու, չգիտես ինչի բոլորը այդ բանը հաշվի չեն առնում։ Բոլորը այս խեղճ երկրի վրա ինչ բեռասես չեն դնում, այսպես պիտի անել, այնպես պիտի անել, բայց պետությունն էլ է, չէ՞, մի մեծ ընտանիք, եւ դու պետք է քո ռեսուրսները հաշվի առնես։ Այդ ռեսուրսների հաշվի չառնելը եւ մեր հաղթանակները մսխելը, մաշելներ, որ բերեց, մեզ հասցրեց 2020 թվականի աղետը եւ 2023-ի արհավիրքը։ Եվ իշխանությունները պետք է ճիշտ որոշումներ կայացնեն։ Ընդդիմությունը իր ասելիքը ասելու է։ Ինչ փաստաթուղթ էլ բերվի, ընդդիմությունը քննադատելու է, որտեղ ընդդիմությունը ուրիշ ձևով չի կարող աշխատել։ Տեսեք հիմա ընդդիմությունը անընդհատ քննադատում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է Ռուսաստանին, դրա համար մենք այսօրինն ենք, չէ՞։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը այս պահին ենթադրենք լիներ լրիվ ռուսական ուղու մեջ, ակոսի մեջ, նույն ընդդիմությունը նրան մեղադրելու էր, որ դու մոռացել ես քաղաքակիրթ արևմուտքը եւ գնացել ես այդ բանի հետ, ավտորիտար երկրի հետ ես։ Ընդդիմության ֆունկցիաներից մեկը հենց դա է, ասել այն հակառակ ինչ որ անում է իշխանությունը։ Հասարակության միստվար զանգված նաև վայր կարծիք ունի, ասում է երկրներում, այլ երկրներում երազում են ավելի կառուցողական իշխանության համար, պայքարում են, ուզում են ունենալ, երազում են, իսկ մենք երազում ենք ունենալ կառուցողական ընդդիմություն։ Հայաստանը այս առումով ունիկալ է։ Գիտեք, ես չեմ ուզում ընդդիմությանը այդքան թիրախավորեմ, բայց պետք է հաշվի առնել, որ ընդդիմության այս բառապաշարի հիմքում նաև այն բառապաշարն է, որ օգտագործում են իշխանությունները, որովհետև այս սերի ու սպիտակի այս բաժանումը, որ մենք տեսնում ենք, դա նախ մի օրում չի առաջացել եւ հենց այնպես չի առաջացել։ Այսինքն դա նաեւ արձագանք է իշխանությունների օգտագործած բառապաշարի։ Եվ մենք միշտ պետք է հիշենք, որ ընդդիմությունը միշտ էլ ավելի կոշտ բառապաշար է օգտագործում, քան իշխանություններն են օգտագործում։ Դա ապրիորի այդպես է։ Հիմա դուք ընդդիմությանն եք նշում, ես կարող եմ 10 օրինակ բերել, թե ինչ ոչ պարկեշտ բառապաշար են օգտագործում մեր իշխանությունները, սկսած ամենավերևից մեր ընդդիմության նկատմամբ։ Հասկանում եք, այս ամեն ինչը հենց այնպես դատարկ տեղում չէ, որ փոխկապակցված է, մատկապես հիմա, երբ մենք տեսնում ենք, որ ամեն ինչ դարձել է, դիտարկվում է հենց նախընտրական պրիզմայի այդ քարոզով, մենք դիտարկում ենք ցանկացած իրադարձություն, ու սա է հենց բերում նաև այդ բևեռացմանը, բայց եկեք գույքագրենք, դուք նշեցիք, որ մենք չգնահատեցինք այն ինչ ունենք, գույքագրենք այս պահին ինչ ունի Հայաստանը եւ որ կետում է գտնվում ու ինչ վտանգներ կան։ Հիմա այդ հարցին 1 րոպեից կպատասխանեմ, մեկ բան եմ կարևոր ուզում ասել, շատերը նեղվում են այս նախընտրական այս ինչ ասեմ, այս արդեն վիճակից, երբ որ ուղղակի մարդիկ այլևս չեն կարողանում նաև լուրեր կարդալ, որովհետև բան առաջացնում, հոգեկան բան առաջացնում, հա, երեք ես գործոն կնշեմ, թե ինչու է այդպես։ Իհարկե 91 թվականից է միշտ ընդդիմություն իշխանություն այս պայքարը եղել, բայց այսօր ես կնշեմ 3 կարևոր բան, որոնք ել ավելի են այս առճակատումը խորացրել։ 3 հարթություն եմ նշում։ Առաջին հարթությունը դա ուրեմն աշխարհքաղաքական հարթությունն է, որովհետև երբեք այսքան սուր դրված չի եղել արևելք թե արևմուտք կամ հյուսիս թե հարավ, չգիտեմ ինչ բառոզում ենք օգտագործել այս բևեռացումը եւ պատահական չեն ասում, որ այս անգամ Հայաստանը կատարելու աշխարհքաղաքական ընտրություն, Ռուսաստան թե արևմուտք։ Մեկը դա է, առաջինը դա է։ Երկրորդ կարևոր գործոնը, որ ես ուզում եմ անպայման նշել, դա մեր կրած պարտությունների հետևանք է այս ամեն ինչը, որովհետև
մարդիկ ապրում էին մի իրավիճակում, որոնց թվում էր, որ վերջ Ղարաբաղի հարցը լուծված է, մի հատ այդպիսի վիդեո էլ կա, չէ՞։ Այո, բոլորը ասում են, Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծված է, չէ՞։ Թեման փակ է։ Թեման փակ է, բայց հետո հասկացա, որ չէ, թեման ոչ միայն փակ չէ, այլ շատ ցավալի մեր գլխին եկավ այդ թեման։ Այսինքն սա հեշտ մարսելու բան չէ, որովհետև եթե մենք նայում ենք մեր պատմության ընթացքում, չէ՞, 2023-ը դա հեշտ մարսելու բան չէ։ Նույնիսկ հարյուրամյակների կտրվածքով 120,000 մարդ մի օրում իր տոհմիկ հայրենիքից արտաքսումը դա խաղ ու պար չէ։ Դա շատ ծանր բան է եւ դա շատ երկար, ճիշտ է, հիմա իշխանությունները փորձում են այդ թեմայի շուրջ շատ չմոտենալ, բայց դա հեշտ մարսվելու բան չէ։ Դա շատ երկար է մնալու մեր հավաքական հիշողության մեջ եւ դա պարբերաբար հետ է գալու։ Սա երկրորդ եւ երրորդը այն բանը կա, այն արճակատումը, որ նշեցի, կամ երրորդ մակարդակը իշխանությունների եւ ընդդիմության միջև կապված նրանց օգտագործելի բառապաշարի հետ կապված, որովհետեւ ես ճիշտ ասած կուզենայի, որ մեր իշխանությունները հատկապես, որտեղ նրանք պետք է օրինակ ծառայեն, շատ զուսպ լինեն եւ բառեր ընտրելիս շատ ի վերջո հայերենը այնքան սիրուն լեզու է, կարելի է ամենաուժեղ քննադատության համար օգտագործել շատ գեղեցիկ հայերեն բառեր։ Ցավոք դա ես չեմ տեսնում մեր իշխանությունների կողմից եւ ընդդիմության պատասխանն էլ այդպեսին պիտի լինի։ Եվ նաեւ ավելին ասեմ, ժողովուրդն է դա ուզում։ Ժողովուրդը ուզում է այդ բառապաշարը լսել, հասկանում եք։ Ժողովուրդը ուզում է դա լսել։ Այն որ կուսակցություններից մեկը Երևանի ընտրություններում անցավ եւ նրա առաջնորդը առավոտ ծիրիգու հայհոյում էր, դա հենց պատահական չէր։ Եվ ես չեմ բացառում, որ այդ նույն կուսակցությունը կարող է այս ընտրություններում էլ շատ մեծ անակնկալ մատուցել։ Կոալիցիայի տեսքով, այլ ուժին միանալու տեսքով, թե ես նկատի ունեմ դոկին, որը Երևան քաղաքի ընտրություններում անցավ, չէ՞, հա։ Բայց նա առաջիկա ընտրություններում ինչպես է, ինչ կոնֆիգուրացիայով, ինչ կոնյունկտուրայով։ Դե չգիտեմ ինչով է մասնակցելու, ես այդքան շատ բան չեմ արել, բայց ոնց որ թե մասնակցում են իրանք այդ ընտրություններին, համենայն դեպս այդ 19 ներկայացված ուժերի մեջ ոնց որ իրենք էլ կան, եւ ես չեմ բացառում, որ նրանք կարող են նաեւ զարմացնել մեր հասարակությանը։ Առհասարակ ինչպես է գնահատում այս պահին այն քաղաքական պայքարը, դասավորվածությունը եւ ինչ հետագա ձեզ տպավորություններ կարող են լինել։ Հիմնականում նշվում է, որ պայքարը ընթանալու է Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ իշխող ՔՊ կուսակցության միջև։ Եթե բանի մեջ սոցիոլոգիայում կա մի բան, չէ, եթե ընտրությունները տեղի ունենան վաղը, որտեղ ընտրություններից դեռ կա 1 ամիս, մոտ 40 օր ժամանակ, իսկ 40 օրում շատ բան կարող է փոխվել, նույնիսկ 1 շաբաթում կարող է փոխվել։ Դրա համար եթե ընտրությունները կայանան վաղը, ես կարծում եմ քաղաքացիական ԿՊ-ն կհաղթի ընտրություններում։ Ընդ որում կհաղթի առանց կեղծիքների։ Ես դա ուզում եմ արձանագրեմ, ես իրենց չեմ ընտրել նախկին ընտրություններում, նրանց չեմ համակրում, բայց տեսնում եմ, որ իրենք մեր ժողովրդի շրջանում իրենք այսօր ամենաբարձր վարկանիշը ունեն։ Ինչով է ձեզ դա պայմանավորված։ Հակավարկանիշ ունեն շատ բարձր։ Ինչով է պայմանավորված։ Խաղաղության պարտադրված, ինչպես դուք նշում, դա օրակարգը։ Դուք ասում եք ինչու չեն բաները քաղաքական գործիչները նույն սխալներն անում, չէ՞։ Բայց եթե դուք գնաք առանց միկրոֆոնի, առանց բանի, գնաք մարդու հետ պարզ զրուցեք, սովորական մարդկանց հետ, իրենք հասկանում են, որ սա այլ ընտրանք չունի այս խաղաղության գործընթացը։ Նրանք հասկանում են դա եւ դրանով է պայմանավորված, որ ԿՊ-ն այդ սրտիկներն է չի անում։ Ես նախ չեմ կարողանում ու չեմ էլ ուզում այդ սրտիկն անել, բայց դա պատահական չի, որ իրանք անում են, որովհետև խաղաղությունը այսօր աշխատող բան է, եւ անգամ ընդդիմությունն է մեր հասկացել, որ դա աշխատող բան է։ Նրանք էլ են օգտագործում խաղաղություն ձևը, բայց դրան մի բառ են ավելացնում՝ ուժեղ խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն, այսինքն խաղաղության այս պարտադրված խաղաղության դաշտում ԿՊ-ն կարողացել է
գրավել այս դաշտը եւ օրակարգ է թելադրում։ Կարծում եմ նրանք, եթե ընտրությունները վաղը լինեն, որովհետև կրկնում եմ, չգիտեմ 1 շաբաթից կամ 40 օրից ինչ կարող է լինել Հայաստանում։ Ճիշտ այնպես ինչպես մենք 2018 թվականի մարտի 31-ին չենք կարող պատկերացնել, որ 23 օր հետո Սերժ Սարգսյանը հրաժարականատալու չէ, չենք կարող պատկերացնել։ Անշուշտ երկրորդ ուժը, ես սոցիոլոգիական տվյալներ չունեմ, պարզ ասեմ, բայց ես ինչ որ ես ձեզ ասում եմ իմ շփումներից, որը ինչ որ բարձրաշխարհիկ մարդկանց շրջանում չի իմ շփումները, որովհետև ես հիմա գյուղում եմ ապրում, ես այև ավելի շատ շփվում եմ շատ պարզ սովորական շարքային մեր քաղաքացիների հետ, գյուղացիների, փոքր քաղաքների բնակության հետ, ես զգում եմ, որ երկրորդ ակնհայտորեն երկրորդ տեղը զբաղեցնելու է ու բավականին բարձր տոկոսով, կարծում եմ, Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը, մյուսների հետ կապված ես ունեմ դեռևս բաներ, թե մյուս քաղաքական ուժերն ու դաշինքները արդյոք կկարողանան հաղթահարել շեմը, թե չէ։ Տեսնենք, բայց նախընտրական է, քարոզարշավը շատ բան կարող է փոխել եւ կարող են լինել ուժեր, որոնք կզարմացնեն, չգիտեմ։ Ինչպես Դոգի կուսակցությունը։ Հա, ինչպես Դոգի կուսակցությունը, որ չեմ բացառում, այո, որտեղ նախորդ մայոր, այսինքն քաղաքապետի ընտրություններում նրա ցույց տված արդյունքները կարելի է նաեւ շոկ համարել, էլի, որովհետեւ ոնց է հնարավոր այդպես հայհոյախառն բառապաշար օգտագործող ուժին այդքան քվեներ տալ։ Որն է տարբերությունը, կփորձենք բացատրել նաև մեր հեռուստադիտողին այդ պարտադրված խաղաղության ու արժանապատիվ խաղաղության միջև։ Դուք իբրև մարդ, որը միշտ եղել է խաղաղության ջատագով, դրա համար ոչ մի թիզականության համար նորից անարգանքի սյունին է գանվել։ Այ կբացատրեք, որն է տարբերությունը, ինչու՞մն է հիմնական այդ մեխը, ինչով է տարբերվելու կամ ինչ ռեսուրսների վրա է հիմնված լինելու այդ արժանապատիվ խաղաղության գործընթացը։ Եթե շատ կարճ բացատրեմ, ապա ուրեմն եթե մենք ունենայինք բանակցված լուծում, մենք կունենայինք արժանապատիվ խաղաղություն։ Ես նկատի ունեմ հիմա այս պահին ընդդիմությունը չէ, որ խոսում է, որ ես եւս խաղաղությանը իդեպ հետաքրքիր տրանսֆորմացիա տեղի ունեցավ։ Սկզբնական շրջանում, երբ ես հետևում եի այդ քաղաքական խոսույթներին, ընդդիմությունը կտրուկ դեմ էր այդ խաղաղությունը, ոչ թե կտրուկ դեմ էր, այլ ասում էր, որ սա միայն թրքացման է տանում եւ այլն եւ այլն։ Հիմա արդեն տեսնելով ինչպես նաեւ դուք շփվելով հասարակության հետ եւ հասկանալով, որ հասարակությունը ունի պահանջ խաղաղության, նաեւ գնաց տրանսֆորմացիա, ինչը գնահատելի է, որովհետեւ եթե քաղաքական ուժը ճկուն չէ եւ չի հասկանում հանրության տրամադրությունները, ուրեմն տեղ չունի քաղաքականությունը։ Այսինքն մենք տեսնում ենք այդ տրանսֆորմացիոն փուլը, որ գնում է այո, մենք դեմ չենք խաղաղությանը, բայց պետք են լինել երաշխավորներ, պետք է լինել այլ գործընթացներ այդ խաղաղությունում, չէ, մենք դեմ չենք խաղաղության, այսպես է փաթեթավորում։ Եվ ես ուզում եմ հասկանալ այս կետում ո՞րն է այդ տարբերությունը, ինչով է լինելու, ենթադրենք նույն Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի բերած խաղաղության գործընթացը Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի բերած առաջարկած խաղաղության գործընթացը, տարբերությունը, նյուանսը ո՞րն է, ինչպես մեր հավաքում։ Ես իհարկե կցանկանայի, բայց իմ ցանկությունը քիչ է, որ պատերազմում պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը հեռանար։ Բայց ինքը ոչ միայն չհեռացավ, այլ նաև նոր ընտրություններ նշանակեց եւ այդ ընտրություններում հաղթեց։ Հիմա սա մի իրողություն է, որի հետ պետք է մենք հաշվի նստենք, որովհետեւ եթե դու ընտրում ես ժողովրդավարական ճանապարհը, դու պետք է ընտրություններում ընդունես յուրաքանչյուր արդյունք, որտեղ դա է ժողովրդավարությունը։ Հիմա շատերն ասում են, բա որ ժողովրդավարական ճանապարհով ենթադրենք կոմունիստները գան իշխանության կամ ռուսամետները գան իշխանության, բա հենց ժողովրդավարությունն էլ հենց դա է, որ ժողովրդավարության բանն էլ հենց նա է, որ ընտրությունների խաղի կանոնները հայտնի են, խաղի կանոնները հայտնի են, հստակ են, բայց վերջնարդյունքը հայտնի չէ։ Վերջնարդյունքը արդեն որ բացում ես այդ բաները, քվեատուփերը այդ ժամանակ ես դու կարողանում անանել։ Ես շատ կուզենայի, որ մեր ընդդիմությունը հստակ հայտարարեր, որ մենք խաղաղության գործընթացը շարունակելու ենք այն կետից, ինչ որ կետից թողում է Հայաստանի այս իշխանությունը։ Եվ ոչ թե թույլ տա Նիկոլ Փաշինյանի այն սխալը, որ նա թույլ տվեց 18 թվականից հետո ասելով, որ ես իմ կետից եմ շարունակելու, որովհետև եթե լինի իշխանափոխություն Հայաստանում,
իրենց կետից շարունակելը կարող է նոր աղետ բերել Հայաստանի Հանրապետությանը։ Ես որ պատրաստվում եմ իմ մեկ քվեն տալ ընդդիմությանը, եւ չգիտեմ որ ընդդիմությանը, որտեվ բարեբախտաբար այնքան շատ ընդդիմություն կա այսօր, որ ճաշացանկում շատ առաջարկներ կան էլի, բայց ես ուզում եմ իմ քվենի մեկ քվեն այն ընդդիմությանը տալ, ով որ կասի, որ խաղաղության գործընթացը շարունակելու ենք այն կետից, որ թողել է Նիկոլ Փաշինյանը։ Հակառակ դեպքում ես լուրջ վտանգներ եմ տեսնում, որ մեր գլխին կարող են նոր աղետներ գալ։ Իսկ հայտարարելը եւ հետո այդ օրակարգից շեղվելը հանգամանքների, որովհետեւ մենք գիտենք, որ սովորաբար որպես կանոն, երբ գալիս են իշխանությունը, տեսնում են, գիտեք, դուք ամբողջական ինֆորմացիային ու փաթեթին չեք տիրապետում, այնտեղ կան այսինչ կետեր, որոնք ազգային անվտանգության խնդիր են, մենք չենք կարող դրանք բարձրաձայնել, բայց մենք ստիպված ենք շեղվել այս ճանապարհից։ Չկա երաշխիք, կա դրա երաշխիքը ձեզ։ Չէ, դրա երաշխիքը չկա, բայց ես ուղղակի ասացի որպես ընտրող, ինչ կուզենամ, որ ընդդիմությունները հայտարարեն, որպեսզի գոնե իմ մեկ քվեն էլ ես կարողանամ ճիշտ օգտագործել։ Գիտեք, Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա երաշխավորների մասին են, չէ՞ խոսում։ Գիտեք, երաշխավորները իրենք բրոկերներ են, որոնք երբ որ դու քո տունը վաճառում ես, բրոկերը ինչ որ 2% փող է, չէ՞ ուզում։ Ես համարում եմ, որ Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկխոսությունը մենք լինենք հաղթած թե պարտված վիճակում, նախընտրելի է, քան եթե մենք ներգրավենք այլ խաղացողների, որովհետև այլ խաղացողները, գիտեք, մենք էլի նորից մտնում ենք նույն բանի մեջ, որ մեզ պետք են լավ քերիներ։ Մեկը ուզում է ռուսական քերի, մեկը ուզում է ֆրանսիական քերի, մեկը ամերիկյան քերի, բայց գիտեք, այդ քերիները, ասում եմ, իրենց շահերն ունեն եւ չափազանց կարեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան ուղիղ շարունակել բանակցային գործընթացը։ Քաղաքականության մեջ այդ որ ասում են գարանտիաներ տվեք, չէ՞, գարանտիաները դուք գնացեք Աստծուց ուզեք։ Քաղաքականության մեջ գարանտիաներ չկան, որտեղ հաջորդ օրը այդ գարանտիաները կարող են փոխվել։ Ես դա եմ ասում, ես դա եմ ասում։ Գարանտիաներ, մեր գարանտիան ո՞րն է, Ռուսաստանն էր, չէ՞։ Եվ ինչ տեղի ունեցավ, եւ մենք կուրորեն 30 քանի տարի մենք մեր բոլոր հավկիթները դրել ենք այդ ռուսական զամբյուղի մեջ, ու մի օր այդ զամբյուղի մեջ մեր բոլոր ձվերը ջարդվեցին։ Բայց հիմա նույն մոլորությունը ես ուզում եմ որ չանի մեր ընդդիմությունը Եվրոպայի կամ Ամերիկայի ուղղությամբ։ Հասկանում եք։ Դե իհարկե ես չեմ ուզում հիմա նույն բանի մեջ դնեմ, որովհետև չեմ ուզում ավտորիտար Ռուսաստանը համեմատեմ, ասենք ժողովրդավարական, քրիստոնեական, արևմուտքի, Եվրոպա եւ Ամերիկայի հետ, բայց խորքի մեջ դիվանագիտությունը այդպիսին է։ Դիվանագիտությունը այդպիսին է։ Չպետք է, Վերջին իրադարձություններին երբ տեսնում ենք, որ անգամ Միացյալ Նահանգների նման հզոր դաշնակիցը իր Սաուդյան Արաբիայի ծոցի երկրներին բարձրի վիճակում հայտնվեցին առանց որևէ օգնության։ Դե դրա համար եմ ասում։ Այսինքն չկա որևէ երաշխիք։ Չկա երաշխիքները եւ ընդհանրապես երբ որ ասում են անվտանգություն, չէ՞, ինչ անվտանգությունը դա մի բան չի, անվտանգությունը ի՞նչն է։ Ուժեղ բանակն է, ուժեղ տնտեսությունն է, առողջ հասարակությունն է, ժողովրդավարությունն է, երկկողմ դիվանագիտությունն է, տարածաշրջանային դիվանագիտությունն է, բազմակողմ դիվանագիտությունն է, այս ամեն ինչի հանրագումարն է, որը դու պետք է ճիշտ կարողանաս մոդելավորես, հունավորես եւ կարողանաս փորձել, ինչ ասեմ, փորձել այս աշխարհի, այս արևի տակ քո տեղը կարողանաս պահպանել։ Հատկապես այսօր այս ժամանակահատվածում, երբ որ երկու խոշորագույն պատերազմներ են մղվում, ուղղակի մեր հարևանությամբ, մեկը ռուս-ուկրաինականն է, մյուսը Ամերիկա-Իրանական պատերազմն է, երկուսն էլ եւ այս երկու պատերազմների վերջնարդյունքն էլ մենք չգիտենք։ Օրինակ հիմա շատերը արդեն մտահոգված են, թե տրիպի ճակատագիրը ինչ է լինելու։ Կարող է ասենք ամերիկացիները ինչ որ փոշման են բան, կարող է, որովհետև մենք չգիտենք պարոն Տրամպը ամեն օր արթնանում է ու մի հատ ինչ-որ իր True Social-ում ինչ-որ բան է գրում, ուզում եմ ասել, որ ամեն դեպքում երկկողմ
հարաբերությունները շատ ավելի արժեք ունեն, քան այդ որ փնտրում են երաշխիքներ։ Ու կրկնում եմ, կարևոր չի էլի այդքան այդ երաշխիքները որտեղ են, որտեղ հայերը իրենց պատմության ընթացքում, ուրեմն իհարկե մեծ մասամբ մենք երաշխավոր փնտրել ենք Հյուսիսում, իդեմ Ռուսաստանի, բայց ժամանակներ են եղել, երբ որ մենք մանդատ ենք փնտրել Ամերիկայում, անգամ Նորվեգիային ենք խնդրել, որ եկեք մեզ օգնեք։ Պատկերացնում եք Նորվեգիային, նորվեգացիներին ինչու պիտի գային մեզ օգնեին։ Հետաքրքիր դրվագ է մեր պատմության մեջ։ Էլ չասած, որ եվրոպական դաշնակիցներին, ու մի հատ շատ հետաքրքիր ողբերգական դրվագ կա, ես կարծում եմ քաղաքական կուսակցությունները իրենց ուղեղում կամ իրենց օֆիսներում դա պետք է այսպես ոնց որ տրաֆարետ կպցնեն, էլի դա 20 թվականին, երբ որ 1920 թվականին, երբ որ հայ ժողովուրդը մենակ էր մնացել եւ մի կողմից բոլշևիկներն էին մտնում Հայաստան, մյուս կողմից քեմալականները, Հովհաննես Քաջազնունին բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյա ասում է, դե այն ժամանակ մեր դաշնակիցը Մեծ Բրիտանիան էր։ Ասում է, բայց մենք ձեր դաշնակիցն ենք, Քաջազնունին է նեղ սրտած ասում է, ով ասել, որ դուք մեր դաշնակիցն եք։ Այսինքն այս դաժանությունը, այս պատասխանը ցույց է տալիս, որ պետք է ավելի խոհեմ լինել։ Եվ կրկնում եմ, ինչքան էլ որ քննադատենք, ինչքան էլ որ ասենք, որ ամաչում ենք, մեր արժանապատվությունը գետնով է տրվում, այդ ամեն ինչ ես հասկանում եմ, բայց այս պայմաններում, այս ունեցած հնարավորություններով, որտեղ գիտեք ինչ կա, դիվանագիտության հիմքում չպետք է դնել երազանքը։ Հենց որ դու դիվանագիտության հիմքում դնում ես երազանքը, դու քո երկրին եւ ժողովրդին աղետ ես բերում։ 1920 թվականին մենք դրել ենք Սևրի երազանքը եւ աղետ ենք բերել մեր ժողովրդին, 2020-ին կամ 94 թվականից սկսած մենք դրել ենք էլի երազանք եւ մեր ժողովրդին աղետ ենք բերել։ Պետք է օրվա քո հնարավորությունները հաշվի առնել։ Ես չեմ բացառում, որ 50 տարի հետո Հայաստանը կարող է լինել տարածաշրջանի ամենահզոր պետությունը, օրինակ։ Բայց այսօր դա այդ հնարավորությունը մենք չունենք։ Այսօր մենք տկար վիճակում ենք։ Գույքագրենք մեր բյուջեն, ինչպես նշեցիք, եւ առաջին բանը մեր ընտանիքներում էլ է, չէ՞ այդպես։ Մենք ինչ ենք անում, երեկոյան մենք մտածում ենք, ինչքան գումար ունենք, որ խանութից ենք գնումները կատարելու, ինչ ենք անելու, որտեղ ենք հանգստանալու, բայց կարող է այս տարի չենք էլ հանգստանում, որտեղ չունենք այդ հնարավորությունը։ Նույնը պետության դեպքում է, պետք է այդ ամեն ինչ այո, եւ պետք է միշտ դողալ պետականության վրա։ Պետք է մենք միշտ դողանք պետականության վրա, որտեղ պետականությունը դա հավերժ բան չի։ Աշխարհից երեսին շատ մեծ ժողովուրդներ են ունեցել կայսրություններ, բայց իրենք չկան։ Այնպես որ մենք պետք է, կրկնում եմ, ուղղակի այսօր փայփայենք այն ինչ որ ունենք։ Ես հիշում եմ մի ժամանակ, այն ժամանակ, երբ որ մենք ունեինք 42000 քառակուսի կիլոմետր տարածք եւ հայ ժողովրդի մի հատված Քուրարաքսյան միջագետք էր երազում, մի այլ հատված միջև Բաքու թեյ խմել, մի հատված էլ ուզում էր գոնե միջև Էրզրումով տենց Կասպանից, Սևծովից, մի հատ ցած ուղիղ գծով միջև Պարսկաստան, մի հատված էլ ավելի էր ուզում, եւ ես օգտագործում եի, ասում էի, Հայաստանը այն է, որտեղ կանգնած է մեր զինվորը։ Հիմա էլ եմ ասում, Հայաստանը այն է, որտեղ կանգնած է մեր զինվորը։ Բայց դա չի նշանակում, որ պետության սահմանները միշտ ստատիկ են։ Այդպես չի լինում։ Կարող են այդ սահմանները փոխվել։ Ճիշտ քաղաքականության արդյունքում կարող են ընդլայնվել, աղետալի քաղաքականության հետևանքով կարող են սեղմվել։ Կարևորը որ դու այդ պահին հասկանաս, ռեալ գնահատես։ Դրա համար եմ ասում, երազանքը դնել դիվանագիտության հիմքում դա ամենամեծ արկածախնդրությունն է։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան, հարցազրույցի համար, կարևոր նյուանսների համար, որ փոխանցեցիք։ Հուսամ մենք դեռևս առիթներ կունենանք այս տաղավարում զրուցելու եւ տեսնելու թե արդյոք դեր կանխատեսումները իրականացան անակնկալի վերաբերյալ։ Ինձ շատ հետաքրքրեց այդ նյուանսը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Տաղավարում զրուցեցինք լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանի հետ, շարունակեք իրադարձությունների զարգացմանը հետևել Առաջին լրատվականի եթերում։